Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Rubber and Highways ՍՊ-ի միջև 2023 թվականին կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում ընկերությանը փոխանցվել է 117 միլիոն դրամ կանխավճար։ Rubber and Highways ՍՊԸ-ն իր ստանձնած պարտավորությունները չի կատարել, փորձաքննության արդյունքները պատվիրատուին չի հանձնել, ինչից ելնելով էլ ԲՏԱ նախարարությունը ընթացիկ տարվա մարտի 9-ի դրությամբ ամբողջությամբ լուծարել է պայմանագիրը։ Գերատեսչությունը ՍՊ-ից պահանջում է վերադարձնել իր վճարած 117 միլիոն դրամ կանխավճարը, ինչպես նաև պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու տուգանքը։ Պայմանագրի գնի 0,5%-ի չափով 1.960.770 դրամ և դույժերը 33.965.832 դրամ։ Թեպետ ողջունելի է, որ ԲՏԱ նախարարությունը հետևողականություն է դրսևորում և ՍՊ-ից պահանջում է վերադարձնել հարկատուների գրպանից վերջինիս վճարած 117 միլիոն դրամ կանխավճարը, սակայն առավել ողջունելի կլիներ, եթե նախքան նման խոշոր պայմանագիր կնքելը նախարարը նույնքան հետևողական լիներ և ուսումնասիրեր այդ ՍՊ-ի հետագիծը։ Մասնավորապես Օրագիր Նյուզի ձեռքի տակ հայտնված բացառիկ փաստաթղթերից պարզ է դառնում, որ հիշյալ ՍՊԸ-ն դեռ 2022 թվականից ունեցել է հարկային պարտք 395.649 դրամ, իսկ պետական եկամուտների կոմիտեն չի կարողացել գանձել այդ գումարը, քանի որ ընկերությունը և նրա սեփականատեր Աղասի Վարդանյանին չի հաջողվել հայտնաբերել։ Այսպիսով ԲՏԱ նախարարությունը խոշոր պայմանագիր է կնքել մի ընկերության հետ և 117 միլիոն դրամ կանխավճար տրամադրել վերջինիս, որն ավելի վաղ չի կատարել 395.000 դրամի պարտավորությունը։ Այս իրավիճակում, երբ ԲՏԱ-ն դռնեդուռ ընկած փորձում է վերադարձնել այս գումարը, կարող ենք լավատես չլինել և պնդել, որ եթե հիշյալ ընկերությունն իր 395.000 դրամ պարտավորությունը չի կատարել, ապա չի վերադարձնի նաև 117 միլիոն կանխավճարը և չի վճարի մոտ 36 միլիոն տուժ տուգանքը։ Կարծում ենք, որ 2023 թվականին այս բազմամիլիոնանոց պայմանագիրը կնքելիս պետական մարմինը չէր կարող չիմանալ, որ դեռ 2022 թվականին հարկային մարմինը չի կարողացել հայտնաբերել այդ ընկերությանը և գանձել նրա չնչին պարտքը, իսկ եթե չի իմացել, ապա դա փաստում է կառավարման այն ճգնաժամը, որը կա Նիկոլ Փաշինյանի կառավարությունում և որի հպարտ քաղաքացիները վերջին 8 տարում շատ թանկ են վճարում։ Սա միայն մի օրինակն է, թե Հայաստանում ինչ արդյունավետությամբ են կառավարվում հերոս հարկատուների վճարած գումարները։ Այս հանգամանքը լուրջ հարցեր է առաջացնում պետական գնումների գործընթացի վերահսկողության վերաբերյալ։ Ինչպես է ստուգվել ընկերության ֆինանսական վիճակը և ինչպես է հնարավոր եղել պետական բյուջեից փոխանցել տասնյակ միլիոնավոր դրամներ այն կազմակերպությանը, որը նույնիսկ հարկային մարմինների համար փաստացի անհասանելի է եղել։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։